Ես ձեզ գրքից հանձնարարություն չեմ տալու։ Դրա փոխարեն կգրեք շարադրություն։ Լավ էլ ընկեր Բարաղամյան, ինչ շարադրություն։ Ինչ լավ էլի։ Թորոս, ապա պատուանից դուրս նայիր։ Տեսնում ես ինչ գեղեցիկ եղանակ է։ Հա, գեղեցիկ եղանակ է, բայց ինչ կապ ունի դա։ Այ որ մի քիչ ուշադիր նայես, ուսաներդ կգան եւ մի քանի գեղեցիկ նախադասություն կնկարագրես գարունը։ Հա, այսինքն գարնան մասին շարադրություն են գրելու։ Այո, եւ դա դեռ ամենը չէ։ Ում շարադրությունը եղավ ամենագեղեցիկը, անձամբ իմ կողմից կստանա մրցանակ։ Այդ ուրիշ բան, արժի դրա համար վիզ դնել, բայց ընկեր Բարաղամյան, դուք ինչ եք ուզում, մենք նկարագրենք գարնան գեղեցկությունը, թե ինչու ենք սիրում։ Չոփ, գումարիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ընդհանրապես Չոփ ջան, այդ քո խելքի բանը չի, նենց որ մի տվայտվի, համ էլ դժվար մրցանակը ուտելու բան լինի։ Քո արևին բոց արիր, հա։ Բայց ինչի իմ արևին, գարնան արևին, Չեմ հասկանում, իմ ներկայությունը այստեղ ոչինչ չի փոխում։ Մենք դրջացեք եւ կենտրոնացեք դասի վրա։ Վերցեք տետրերը, ես հիմա մի քանի բառ կթելադրեմ, որոնք անպայման պետք է օգտագործեք շարադրության մեջ։ Գրեք առաջին բառը։ Սուն։ Երևի ուզում եք ասել սան, արև։ Այո, գրեք սան։ Հաջորդ, նիսե։ Ընկեր Բարակամյան անգլերենում նիսե բառ չկա, երևի ուզում եք ասեք nice։ Ես շատ լավ գիտեմ անգլերենում ինչ բառ կա եւ ինչ բառ չկա։ Այո, գրեք nice։ Nice։ Հաջորդ բառը flowers։ Այդ ընդհանրապես չեղավ ընկեր Բարաղամյան։ Ոչ թե flowers, այ flowers։ Ծաղիկ։ Պապից ձեզնից լավ անգլերեն գիտի։ Իսկ ով է քո պապիկը։ Ինքը ես դպրոցում աշխատում, անգլերենի ուսուցիչ է։ Չէ, ուղղակի շատ լավ անգլերեն գիտի։ Ես ինչ սովորել եմ, իրայից եմ սովորել։ Այ որ իմ դասին ուշադիր լինես, ահագին բաներ ինձանից կսովորես։ Եվ հետո ես հատուկ եմ սխալ թելադրում, որ իմանամ դուք ճիշտ տարբերակը գիտեք, թե չէ։ Հանճարեղ է։ Սրան տես, որ զանգերից չի պատասխանում, 2 ժամ եղավ, երիք չի պատասխանում, հիմել անջատում է, անպատահատ չլինի, մինչև իրիգոն եթե չզանգեց, պտի թագանի զանգեմ, եսպես շեղը։ Քերի Թորոս, այդ ում հետ ես մենա խոսում։ Բարձրաձայն մտորում եմ։ Երկրի վիճակի մասին, հա։ Չէ, Ֆարադեյ ջան, ես երկրի վիճակի մասին լուր եմ մտորում, սա ուրիշ բան է։ Հա, դու են ասա, ոնց ես, են խայտարակ պարտությունից հետո դեռ ընկճախտի մեջ ես։ Ոչ, ես բոլորովին էլ ընկճված չեմ։ Հա, դե որ այդպես է, արի մի հատ էլ նարդի խաղանք, բայց էլի գրազով։ Եթե ես տարվեմ, քեզ տանում եմ պատիվ տամ, եթե դու տարվես… Ոչ, ես Դուխինեին խոստացել եմ, որ այլևս այս արատավոր երևույթը չեմ կրկնելու, այնպես, որ ես իմ խոստումը չեմ խախտի և քո հետ գրած չեմ խաղա։ Շատ լավ, դու գիտես մի խաղա, բայց եթե ուզենաս խաղալ սովորել, մոտս դասերի արի, այնպես սովորացնեմ, որ բոլորին ջախջախելով աչ ու ձախ ֆրֆռաս։ Իսկապես։ Հա բա, շատ չեմ ուզի դասի համար, մի նեղվի, ժամը հեչ, 10,000։ Ինչ։ Հա բա ինչ, գիտես ինչ ծանր ժամանակներ են, կյանքն էլ բարդացել է, քանի ամիս ապարգևավճար չենք ստանում։ Չէ, Քերի Թորոս, սա թալան է, թալան։ Այ քեզ բա։ Բարձ է։ Խոսալու ես, թե խոսացն ենք արա։ Ես ինչ գիտեի ասել եմ, ես չգիտեմ ովքեր են այդ տղերքը, բայց երևի դասատուներ են, դե ես տենց եմ մտածում էլի։
Խի դու մտածել էլ գիտես։ Դու որ մտածել իմանայիր, կջոգեիր, որ դրանց մեր մոտ չպետք է բերեիր։ Ես ուրիշ տարբերակ չունեի։ Իրանք որ եկան, Արտաշը փախավ։ Ես մնացի մենակ։ Եթե ես իրանց ձեր մոտ չբերեի, իրանք կսպանեին ինձ։ Դու քո արածը Արտաշի ջեբը մի գցի մախո։ Արտաշի հետ ինչ պետք է խոսվել արվել է։ Դու քո մասով պատասխան տուր արածիդ համար։ Չնայած երկուստ էլ ուռոտ եք, որ չեք ջոգում ու մետ եք գործ բռնում, ու ինչի մեջ եք մեզ գցում։ Իսկ դրանք էլ հաստատ դասատուներ չէին։ 100%։ Ես որ կյանքում տես լավ կռիվանող դասատուներ չեմ տեսել։ Ասեմ ավելի, հատուկ պատրաստվածություն անցած տղեկ էին երևում։ Շատ լավ գիտեին ուր խփեն, որ շատ ցավա, բայց չմեռնես։ Չէ, հաստատ դասատուներ են։ Ես գիտեմ, դուք մտածում եք, որ քաղամասի աշխատողներ են։ Դրա համար եք սենց վախեցել, բայց Լսի այլեշ։ Մենք ոչ մեկից ու ոչ մի բանից չենք վախենում։ Մեզնից են վախենում։ Էս մեկ եւ երկրորդ։ Երկար եմ ասել, ուշադիր լսի։ Ոնց ջոգում եմ, դու իրոք ուլ ես։ Քեզ բան չկա ասելու։ Ով որ քո նմաններին բերում է ու գործի է տնում, իրանց է պետք ձգել, որ սրանից հետո հասկանան ու մետ են գործանում։ Ունենց որ հելու փախիստեից, ունենց արա որ քո մասին մոռանանք։ ճիշտ եք ասում, կարամ գնամ, էլ չեք ծեծի ինձ։ Որ հիմա գնաս ու էլ քեզ չտենամ, չեք ծեծի։ Բայց եթե մի տեղ ռաստվես, իմացի, որ մարմնից այդ ամեն անգամ մի բան պոկվելու է։ Չէ, հաստատ ընենց կանեմ, որ էլ չեք տենա ինձ։ Կորի աչքիցս։ Աչքներդ սրա վրեն կպայեք։ Տիկին Արևշացյան, Հա, շուշուչը։ Մարիի հետ խոսել եք։ Չէ, զանգերես դեռ չի պատասխանում։ Ճիշտն ասած, ահա որ անհանգիստ եմ։ Ճիշտ է, Դավիթը խոսել է Միշոյի հետ, ասաց, որ իր հետ է Մարին, բայց այս ամեն ինչը նորմալ չի։ Իհարկե նորմալ չի։ Ու ամենավատն այն է, որ բացատրություն տալու կամ խոսելու հնարավորություն չի տալիս։ Ինչ անեմ, տիկին Արևշացյան, Մարին մտածում է, որ ես դավաճան եմ։ Շատ մի նեղվի Շուշի ջան։ Մարին հիմա իմ մասին էլ է նման կերպ մտածում։ Ժամանակը կգա, ամեն ինչ կհարթվի։ Տպավորություն է, որ Մարիին փոխել են։ Ուղղակի ամեն ինչ շատ արագ ու հանկարծակի եղավ իր համար, դեռ չի հասցրել ուշքի գալ։ Ինչքան մեծահոգի եք, ո՞նց եք կարողանում ամեն ինչի մեջ մի լուսավոր բան գտնել։ Ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել, եթե ինձ ձեր նման լուսավոր աշակերտներ են շրջապատում։ Էրիկն ասաց, որ Մարիի հետ այսօր առավոտյան Կարոն խոսել է։ Կարոն։ Հաստատ այդ խոսակցությունից հետո Մարին ավելի լավ վիճակում չի լինի։ Ես երևի գնամ Կարոյի հետ էլ խոսեմ։ Ինչի մասին։ Կարող է ինչ-որ բան կա, որ չես ասում, Շուշի։ Չէ, ուղղակի Էրիկն ասաց, որ այս ամեն ինչից Կարոն էլ է իրան վատսկում։ Հասկանալի է։ Լավ, Շուշի ջան, բայց խնդրում եմ դասես չուշանաս։ Հաջորդ ժամը Նահապետյանն է պետք չի էլի բացակաների հարցը պատմություն դառնա։ Լավ, տիկին Արևշացյան։ Մի ժամա ձեն եմ տալիս, չես լսում։ Գործ էի անում, չեմ լսել։ Դե հիմա այդ գործը թող, արի ինձ օգնես, կտորները գցենք ես բազմոցների վրա։ Ինձ կներեք, բայց դա այդքան էլ լավ միտք չի։ Ինչի։ Չգիտեմ, բայց ինձ թվում է ավելի ճիշտ համոզված եմ, որ դա Տիկին Լիդիային դուր չի գա։ Տիկին Լիդիան բան չի հասկանում։ Սրանք պիտի գցենք բազմոցների վրա, որ բազմոցի կտորները չկեղտոտվեն ու չմաշվեն։ Արի ինձ օգնի սրանք գցենք։ Արի։ Դե ինչ ես կանգնել, արագացրու, վերցրու օգնիր ինձ։ Բայց
Այս մեկն էլ դու գցիր կողքը։ Տես ինչ սիրունա չէ։ Եթե դուք հավանում եք, ուրեմն գեղեցիկ է։ Մի մտածի, Լիդիան էլ կհավանի, եթե չհավանի կպարտադրենք, որ հավանի։ Դե հիմա Նվար ջան, գնա քո ձեռքով սուրճ դիր, բեր իրար հետ վայելենք, որ հետո անցնենք խոհանոցային գործերին։ Այսօր որոշել եմ փիփերտով ապոր սարքեմ։ Կարապետս ջրիկ ճաշեր շատ է սիրում։ Եղավ տիկին Մաշա։ Լավ Նվար ջան, հլա ինձ մի բան ասա։ Կարող է դու իմանաս, Կարապետը Սուտեկին Լիդիան ինչ են առանձին սենյակներում քնում։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, ինձ չվերաբերող գործերի ես չեմ խառնվում։ Ճիշտ ես անում, այդ քո գործը չի։ Ես ինքս կխառնվեմ, անենց խառնվեմ, որ ամեն ինչ գա ու իր տեղն գնի։ Դե հիմա գնա սուրճը դիր արի։ Բարև։ Ռեբեկա, ինչ եղավ քեզ, Ռեբեկա։ Ռեբեկա։ Ես կան շուտ։ Հա, շեֆ ջան։ Նորմալ է սա։ Հա։ Հաշվել եմ, սաղ չոտքի է։ Լիովիկն էլ ասեց են մյուս կեսես երկու օրը կփակվի։ Հա, լավ։ Շեֆ ջան, եթե լանելու բան չունեմ, կարամ դուրս գամ իմ գործերով։ Հա, գնա։ Ասա։ Հա, արմարա։ Ասա տենամ ինչ կա, կարացել ես մի բան իմանաս։ Լավ է։ Այդ հաստատ ճշտած ինֆորմացիա է։ Լավ չի։ Հեչ լավ չի։ Այդքաննա թե էլի բան կա։ Լավ, պարզա։ Դե հետո կխոսանք։ Տղեկն էին, ասել էի դասատուների պահով մի քանի բանման ճշտ էին, այդ հարցով էին զանգում։ Հետո, իմացել էին։ Հա, Վարդան, դու ճիշտ էիր։ Դրանք հատուկ պատրաստվածություն անցած ու կռված տղեկ են։ Դրանցից էլ մենակ մեկն է, որ Համեդ դպրոցում է աշխատում։ Ես միշտ եմ ճիշտ Արսեն, միշտ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ոնց որ միշտ։ Տենց էլ շարունակելու ենք անել։ Վարդան, եթե դրանք են, հաստատ էլի են գալու։ Ու այնքան են գալու, որ հասնեն իրանց ուզածին։ Կարող է մի պահ զատնի դնենք, մինչև այս ամեն ինչը հանդարտվի։ Չէ, ով ուզում է լինի, ինչ ուզում է անի, ոչ մեկ չի կարա գա իմ մոտ ու իրա պահանջները թելադրի։ Ու եթե այդ կանը չհասկացան, ուրիշ ձև կհասկացնենք։ Լավ։ Ու եթե ինչ-որ մեկը զատնի տնի, այդ հաստատ մենք չենք։ Սկսել։ Լավ։ Բա ինչ սուրճը ուրա։
Իմ հիշելով, երբ հարցրի ով է էլ սուրճ ուզում, ոչ ոք չպատասխանեց։ Դե իմ հիշելով էլ ես երբեք չեմ ասել, որ ուզում եմ, դու միշտ դնում էիր, դրա համար չպատասխանեց։ Փաստորեն այս վերջերս շատ անուշադիր եմ դարձել քո հանդեպ։ Երևի նրանից է, որ մտքերով ուրիշ տեղ եմ։ Ես չգիտեմ դու մտքերով ուր ես, բայց գիտեմ ինձ սուրճից ինչի պատճառով ես զրկում։ Եվ Դե այսօր առավոտյան տեղի ունեցած մտահոգ իրադարձության հետ կապված։ Ոչ, սխալվում ես։ Ինձ միայն մի բան է մտահոգում։ Մարիի հետ կապած պատմությունը։ Ուզում ես երեխու հետ մի հատ խոսեմ։ Չեմ կարծում, թե նա թույլ կտա։ Հա, այսօրվա երեխեքի հետ մի քիչ դժվար է։ Ինչ-որ բան է պատահել։ Մի տեսակ ասացիր։ Դե հա, լուրջ բան կա, բայց չեմ ուզում հիմա այդ խնդրով էլ քեզ ծանրաբեռնեմ։ Կասես ինչ է եղել։ Դե այն պատմության հետ կապված է, որ Միքայել ու Դավիթը խառնված են։ Ավելի կոնկրետ կբացատրես։ Բայց սիրով, եթե սուրճդ իմ հետ կիսես։ Էլ չկա։ Ես կդնեմ։ Լռության մեջ։ Դու պարտավոր ես ինձ ամեն ինչ պատմել իմ դասարանի երեխաների հետ կապված։ Փաստորեն մեր մոտ ցած հարաբերությունները հասան այդ պաշտոնական մակարդակին, հա։ Բան կասես ինչ է պատահել երեխաներին։ Ոչ մի լուրջ բան։ Ուղղակի իրանք էլ խնդիր չունեն, այդ խնդիրը իրանց չի։ Ուզում ես ասել, այդ խնդիրն արդեն քոնն է։ Բարի։ Ոնց եմ սիրում քո այդ հաջողախոսություններով համեմված սուրճը։ Լսում եմ, դու պատմիր։ Լավ, մի հատ կասես, ոնց ես պատկերացնում, ինչքան պիտի շարունակվի այս վիճակը։ Չգիտեմ, Միշ։ Հասկանում ես, իմ գլխի մեջ ամեն ինչ խառնվել է իրար։ Ախր այդ քո կյանքի իրականություններից մեկն է, որը դու պետք է համակերպես, ուզես, չուզես։ Ախր դու ոնց չես հասկանում, ես չեմ կարա դրա մասին մոռանամ։ Ինձ խաբել են ամենահարազատ մարդիկ՝ մաման, տատին, Շուշին։ Մարի ջան։ Իսկ դու փորձի քեզ էլ դնես իրանց տեղը։ Ես հաստատ չէի խաբի։ Լավ, ասենք քո մտածելով Շուշին պիտի գար քեզ ուրիշի գաղտնիքը բացահայտեր։ Հա, պետք է ասել այն ժամանակ, երբ որ իմացել էր։ Դու հաստատ կասեիր, չէ՞ Միշ, որ իմանայիր։ Չէ, չէի ասի։ Լավ էլի Միշ։ Մար դու էլ չէիր ասի, չէիր կարա ասեիր, ձև չէիր գտնելու ասելու համար։ Ես հաստատ չէի խաբի։ Հա, կարող է մի քիչ դժվար լիներ, բայց ես մի եղանակ կգտնեի, որ ճիշտը ասեի քեզ։ Ռեբեկա, Ռեբեկա, ինչ եղավ քեզ։ Երեխեք մեկը ջուր բերեք, շուտ արեք։ Ռեբեկա։ Ռիբոկ, Ռեբեկա։ Ռիբոկ, ինչ եղավ քեզ, նոր լավ էիր։ Երեխեք եկեք բուժկետ տանենք։ Թող բուժքուրի մտնայի, կարող է հիվանդանոց տանելու կարիք լինի։ Հա, տիկ ճիշտ է ասում, արի բուժկետ տանենք։ Չեմ ուզում բուժկետ գնամ, տիկ։ Օգնի գնամ նստեմ դասարանում։ Հա, բայց ինչի գնանք բուժկետ ավելի ճիշտ կլինի տենց Ռիբոկ։ Չէ, չեմ ուզում։ Լավ շուշ նստած։ Ուղղակի մի քիչ գլուխս է բտտվում, մեկ էլ Ջուր խմի, ջուր խմի, դու կհանգստանաս։ Ռիբոկ, ոնց է վար։ Մի քիչ լավ եմ։ Կարող է առավոտյան չես նախաճաշել, գնանք ուտելու բան բերենք։ Հա, ճիշտ ասում, կարա դրանից լինի, որ գլուխդ հիմա պտտվում է։ Դու մենակ ասո սիրտդ ինչ ասում, մենք կապահով ենք։ Չէ, ապրեք շատ երեխեք ջան, բայց իրոք ոչ մի բան պետք չի։ Լավ, տիկ, արի տանենք դասարան, եթե հանկարծ չդզվի, նոր քիչացնենք բուժկետ։ Գնացինք լավ նորություն։ Քեզանից հետո ինձ է պետք իջացնել բուժկետ։
Նախշուն ջանիս ինչ լավավոր եկել ես, թե չէ, մտքերից ու մենակությունից էլ չգիտեի ինչ անեմ։ Պատկերացնում եմ Իդա ջան։ Բա դու ինչ աշխատանքի չես։ Իդա, 100 անգամ ասել եմ, բանջարանոցի խանութը փակվել է։ Այ ճիշտ է։ Մարդու գլուխը խելք են թողնում, որ մի բան հիշի, ով, ինչ, երբ ասել։ Ճիշտ ես ասում Իդա ջան, չեն թողնում։ Էս մեր երեխեք գաստրոլ տալով ապրում են, էլի։ Սկզբում Շուշին էր, հիմա էլ Մարին։ Այ Աստված, ես անճարությունից էլ չգիտեմ ինչ անեմ։ Իդա, մեծը դու ես։ Քեզ կլսի, նստեք, խոսեք, բացատրի, ամեն ինչ կհասկանա, վստահ եմ, քեզ կհավատա։ Մարին պիտի տուն գա, որ խոսնեմ հետը։ Ոչ տուն ա գալիս, ոչ զանգերիս ա պատասխանում։ Չգիտեմ ինչ անեմ, ես ինչ վիճակա։ Գիտես Նախշուն ջան, ես միշտ սարսափել եմ այս պահից։ Իսկ Կարոյի հայտնվելուց հետո մեր կյանքում չեմ էլ ուզել մտածել այդ մասին։ Ես գիտեի, որ Մարի շատ դժվար է տանելու այս վիճակը։ Իդա ջան, դու պիտի Մարիին բացատրես, որ այդ աշխարհի վերջը չի։ Չի ուզում հոր հետ շփվի, թող չշփվի, թող նեղացած մնա։ Բայց Անուշն ինչ անի, որ իր կյանքը տենց է դասավորվել։ Չես պատկերացնում Անուշս ինչ վիճակում է։ Պատկերացնում եմ Իդա ջան, հավատա պատկերացնում եմ, ոչինչ։ Ժամանակը կանցնի, Մարին կհասկանա ու կհաշտվի։ Աստված ձայնդ լսի Նախշուն ջան։ Կլսի Իդա ջան, հաստատ։ Գնամ թեյ դնեմ։ Հա, կխմենք, անպայման։ Գիտես մի քիչ ես կրքերը հանդարտվեն, սիրտս տեղը կընկնի, կգնանք միասին քեզ համար լավ աշխատանք կգտնենք։ Վայ Իդա ջան, էլի ես պահին ուրիշի մասին ես մտածում։ Եթե դու ինձ համար ուրիշ ես, բա իմ հարազատները ովքեր են։ Լավ, հիմա ինչ ես ուզում անել։ Ես տուն չեմ գնա։ Ձեր տուն չես գնում, Շուշին տուն չես գնում, բա վերջը ուր պիտի գնաս։ Ավելավա փողոցում մնամ, կամ գնամ այնտեղ, որտեղ ինձ խաբել են։ Մարի ջան, չես կարում էլ այդ խաբել բառը չօգտագործես։ Ի վերջո, այդ մարդը քո տատին է, այն մարդը քո մաման է։ Ինչ ես տենց արտահայտվում։ Այլևս իմ կյանքում ոչ մի բան նույնը չի լինելու։ Անհեթեթ բաներ ես խոսում, Մարի։ Ոչ մեկը ինձ չի հասկանում, ոչ մեկը չի փորձում մտնի իմ դրության մեջ։ Մարս, տենց մի ասա։ Այդ հիմա միակ ճշմարտությունն է, որը ես հասկանում եմ։ Այս ամեն ինչ շատ է անհանգստացնում։ Նախ այդ թմրանյութերի պատմությունը շատ վտանգավոր է այդ ամեն ինչը։ Ու հետո դու չես մտածում, որ դա մեծ գլխացավանք կդառնա քեզ համար։ Դե կարևոր է երեխեք այդ թեմայի մեջ չլինեն։ Միգուցե ճիշտ է ոստիկանություն դիմելն է։ Իմ ուժը կպատի ես հարցը լուծում, դու մի անհանգստացի։ Ամեն դեպքում շատ զգույշ եղիր։ Անհանգստանում ես։ Միքայելն է։ Տիկին Արևշացյան Մարիի հետ այգում ենք։ Շուտ եկեք ասեք, փորձեք համոզել տուն վերադառնա, ես էլ չգիտեմ ինչ անել։ Ես գնամ փորձեմ Մարիի հետ զրուցել։ Դասի չես։ Չէ, վերջացրել եմ։ Դե արի ես քեզ կտանեմ։ Բայց հարմար ես, զբաղված չես։ Դե որ ասում եմ արի, ուրեմն զբաղված չեմ։ Լիդիա, չես պատկերացնում ինչ լավ բան ա եղել։ Ինչ ա եղել մի րոպե, սպասի կռահեմ։ Վանը հասկացել ա, որ կրկին զգացմունքներ ունի քո հանդեպ ու քեզ չի մոռացել, հա։ Դրան դեռ չենք ասել։ Դե պատմի մի ձգի։ Լիդ, այսօր մեկ հանդիսատեսի համար գեղեցիկ համբույրի տեսարան եմ խաղացել։ Հիշում ես մի քանի օր առաջ ինձ ինչ խորհուրդ էի տվել։ Դե հա, հիշում եմ։
Մի րոպե։ Խանդի տեսարան եք ստացել։ Դե, դա էլ ունենք։ Լավ, լսի ամբողջովին ոնց ա եղել։ Ուրեմն գնում էի ուսուցչանոց։ Տեսա, որ ետևից Անուշն էլ է գալիս։ Ուրեմն մտա ուսուցչանոց, տեսնեմ բանը այնտեղ է։ Գնացի մոտեցա, առանց մի բառ ասելու միանգամից համբուրեցի։ Հո, հետո։ Դե հետո Անուշը մտավ։ Դե բնականաբար իրան այնպես պահեց, իբր ոչ մի բան իր հետ չի տեղի ունեցել, բայց ես հասկացա իր հետ ինչ է կատարում։ Բավանը անակնկալի չեկավ։ Որ եկավ ինչ։ Ես այնպես լավ եմ իմ դերը խաղացել, որ քիչ էր մնում Վանն էլ արդեն հավատար ինչ եմ ասում։ Ստացիմ։ Պատկերացնում եմ Անուշի դեպքը։ Շատ լավ բան ես արել են։ Ապրես, այդպես հիմա հպարտանում եմ քեզնով։ Ոչ մի դեպքում պետքա քո տղամարդուն չզիջես ուրիշ կնոջ։ Հալիդ, հաստատ որոշել եմ, գնալու եմ մինչև վերջ։ Ես հիմա շատ ավելի մարտական եմ տրամադրված, քան երեք։ Վանը հաստատ իմն է լինելու։ Ապրես։ Լսի, չես պատկերացնի իմ հետ ինչ կատարվեց այդ համբույրից հետո։ Ոնց որ այնցալ վերադարձած լինեի։ Ճիշտ է, վստահ եմ, որ Վանի մոտ էլ է ինչ-որ բաներ փոփոխվել, բայց բնականաբար ինքը այնպես իրան պահեց, իբր ոչ մի բան չի զգացել։ Բայց մի րոպե, շատ վստահ ես խոսում։ Կարող է ինչ-որ բան ասել կամ արել Վանը, որ ինձ չես պատմում։ Չէ, Լիդ, ուղղակի այդ համբույրը մի տեսակ ուրիշ համբույր էր, հասկանում ես։ Ես կարծում եմ, որ նորից նվաճել եմ Վանին։ Իսկ չես կարծում, որ մի քիչ շտապել ես եզրահանգումներիդ մեջ։ Այսինքն ինչ նկատի ունես։ Երացի։ Չհասկացա, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դու շտապ եզրահանգումներ անելու մասնագետ ես։ Էլեն ջան, նման հարցերը չեն լուծվում մի համբույրով, ստեղ ավելի լուրջ քայլեր է պետք մտածել։ Հանրիբոք, ոնց եղար, անցավ գլխապտույտդ։ Հա, ապրես մագա ջան, որ այդքան հոգատար ես ինձ համար։ Լավ, Ռիբոք, դուրս արի դերից հետ, դասարանում երկուսով ենք։ Բա որ մեկը լսի։ Ոչ մեկ չի լսի, համե որ մտնեն դասարան, շատ լավ կարող ես մտնես դերիդ մեջ։ Բայց ասա, որ լավ խաղացի մագա։ Հա, Ռիբոք, շատ լավ խաղացիր։ Դպրոցը որ վերջացնենք, գործերդ կտաս թատերական։ Ասեմ ավելին, քեզ երկրորդ կուրսից կընդունեն։ Սա խեջ, բայց տեսար Տիկոն ոնց էր անհանգստացել իմ համար։ Նույնիսկ աչքերի մեջ մի քիչ տխրություն նկատեցի։ Հա, լսի, նենց էիր հենվել ֆեքշտուկու վրա, ոնց որ բմբուլից բարձ լիներ քո համար։ Ու կարևորը, որ ինքը դեմ չէր։ Մա, գիտես ինչ եմ մտածում։ Ինչ ես մտածում։ Դե որ Տիգրանը քնած զգացմունքներ ունի իմ հանդեպ, ուղղակի չի խոսում դրանց մասին, թե չէ ինչի պետք է այդքան հոգատար ու ուշադիր լիներ իմ նկատմամբ։ Ես իմ Ռիբոք ջան, դու կիմանաս։ Էս շատ լավ ներկայացում էր։ Ապրես մագա ջան, որ ինձ գլխի գցեցիր։ Թե չէ ես մենակով այդքանը չէի կարող մտածեի։ Հա, իմացի, ես միշտ քո կողքին եմ։ Գիտեմ, ապրես շատ։ Ուխ, հեսա կգա դասարան, կհարցնի ոնց եմ ինձ զգում։ Ես էլ ձև կտամ իբր լավ չեմ։ Հետո կգնամ տուն, SMS գրի, որ իմանա ոնց եմ ինձ զգում։ Ու տենց խոսակցություն կբացվի, ու մենք լիքը թեմաների շուրջ կարանք խոսանք։ Վայ։ Ոնց եղար։ Տիկոն ջան, այնքան ինչ լավ բաներ եք բերել, որ ուտես թզվես։ Լավ էլ երեխեք, ինչ եք տենց բան արել։ Շատ ապրեք, շատ շոյված եմ ձեր հոգատարությունից։ Դու ավելի լավակ ես, որ իմունիտետդ բարձրանա ու էլ sense դեպքեր չկրկնվեն։ Չէ, մերսի Տիկ ջան, հիմա չեմ ուզում, թող մնա հետո կուտեմ։ Նա եթե քաղցը չես ուզում, կարաս ինձ տաս, ես պրոբլեմ չունեմ։ Հաբա ոնց։ Չհասկացա։ Մաման ոնց է իմացել մեր տեղը։ Դու ես չէ ասել։ Հա, Մարի ջան, ես եմ ասել։ Ինչի համար ես ասել։ Որովհետև արդեն ինձ դուր չէր գալիս այս վիճակը։ Պիտի խոսայիք իրար հետ նորմալ հասկանայիք, թե չէ։ Ես խոսելու բան չունեմ ու վերջ։ Ես չեմ կարող խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր այսքան տարի ինձ խաբել են։ Մարի, հերիքը անընդհատ նույն բանը կրկնես, էլի հասկացանք։ Մենակ մի բան քեզ կխնդրեմ, Մարս։
Մամայիդ հետ խոսելուց մի քիչ բառերդ կընտրես էլի, որովհետև հավատա ես իր համար կրկնակի դաժան ու ցավոտ եմ։ Բարև ձեզ։ Բարև Միքայել ջան։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Դու։ Լավ, մերսի։ Դե ես գնամ ձեզ չխանգարեմ, հանգիստ զրուցեք։ Մարժան պակա։ Հաջողություն։ Ինչի ես եկել։ Ես քո հետ ոչ մի բան չունեմ խոսելու, հենց որ կարած գնաս։ Նախ դու ինձ մի ասա, ես ինչ անեմ կամ չանեմ։ Երկրորդն էլ ես եկել եմ քեզ հետ խոսելու եւ մենք կխոսենք։ Հավատա ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի։ Իսկ հիմա խնդրում եմ քեզ, վերկաց գնանք տուն։ Տատիկն էլ է մեղք, ամբողջ օրը քո մասին է մտածում։ Իմ համար մեկ է։ Ասացի չեմ ուզում կամ տուն։ Ճիշտ ես ասում, համաձայն եմ, Մաշա Մորկուր ջան, բայց ոչ այս ձևով էլի, դու հասկանում ես, Լիդիան ինձ կախաղան կհանի։ Չվախես Կարոլ, ես քո հետ եմ։ Ոչ մի բան էլ չի անի, հանգիստ եղի։ Չտեսար, որ այսօր դասարանում վատացել էի, ոնց գնաց խանութից այդքան բան առավ բերեց։ Մի պաղպաղակ ինչա որ չբերի իմ համար։ Բայց դա հոմենակ ինքը չէր արել։ Լավ, ինքն ու Դավիթն էին արել, բայց այդ հետ կապ չունի։ Մարիսում Անուշն են։ Ոչինչ դա ջան։ Կարևոր արդեն տուն է եկան։ Այ կտեսնես ամեն բան լավ անում։ Անցած դպրոցում, որ աշխատում էի, Հայաստանի դպրոցը, Ռուսաստանի մեջ չէ։ Այնտեղ մեր բաղը նույնպես իր օղին պահում էր այստեղ։ Ու սրա տեղը գիտեի մենակ ես ու մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը Արսենը Թովմասյանը։ Ուղղակի մի բան հիշիր։ Մենք բոլորս այսքան ժամանակ լռել ենք միայն մի պատճառով։ Որովհետև քեզ շատ ենք սիրում։